Հիմա Starlink-ի ծառայությունները Հայաստանի Հանրապետության տարածքում բացվեցին, հիմա դա արդեն շատ սովորական մի իրադարձություն է, բայց շատ երկար ժամանակ մենք աշխատում ենք, որպեսզի դա տեղի ունենա, եւ հիմա ըստ էության Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում լեռներով, սարերով, դաշտերով ցանկացած ընկերություն, ցանկացած անձ կարող է ունենալ լայնաշերտ արբանյակային ինտերնետ, ինչը նաև մեր տեխնոլոգիական ոլորտի զարգացման շատ կարևոր խթան է եւ մենք նաև ուզում ենք, որ նաև մարզերում ներդրումներ լինեն այս տրամաբանությամբ եւ դա արդեն կոնկրետ ենթակառուցվածք է։ Մենք ըստ էության մի սուպեր համակարգիչը գործարկել ենք ինժեներական քաղաքում, թե չենք գործարկել ենք։ Այո, արդեն գործարկել ենք մյուս սուպեր համակարգիչը, որը էլի ձեռք ենք բերել Nvidia ընկերությունից եւ պարոն Հուանգի հետ նաեւ IT ընթացքում քննարկումներից մեկն է եւ հիմա կարծես թե նորը մենք Երևանի պետական համալսարանում արդեն կոնկրետ տեղն էլ տեսանք, թե որտեղ է տեղադրվելու սուպեր համակարգիչը եւ մեր տեխնոլոգիական ոլորտի հետ կապված կառավարության ծրագրերը նաեւ մենք գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում նոր համագործակցություն ենք սկսել մասնավոր հատվածի հետ օրենսդրական փոփոխություններ ենք իրականացրել եւ սա շատ կարեւոր process-ներ են եւ սրանք խորքային եւ բովանդակային փոփոխություններ են բերում մեր երկրին եւ բոլոր առումներով եւ շատ կարեւոր է սա գնահատել եւ ընդհանրապես գիտեք ինչ շատ կարեւոր է գնահատել մեր երկրի ընթացիկ իրավիճակը։ Մենք որտեղ է գտնվում մեր երկիրը։ Այսօր ընդհանրապես սա շատ կարևոր հարց է, բայց այստեղ շատ կարևոր գաղափարախոսական հարց էլ կա, որովհետև կապված է թե ինչ դիտանկյունից, ինչ գաղափարախոսության դիտանկյունից է դիտարկում հարցերը։ Երբ որ մենք հարցերը դիտարկում ենք իրական Հայաստանի գաղափարախոսության տեսակետից, մենք տեսնում ենք, որ մեր երկիրը այսօր գտնվում է բավականին լավ եւ հեռանկարային վիճակում։ Ընդ որում ես իմ գնահատականն այն է, որ մենք դժոխային իրադարձությունների միջով անցնելով հիմա հասել ենք մի կետի, որ մեր երկրի առաջ բացվել են այնպիսի հնարավորություններ, որ թույլ տվեք ասենք մի չեմ ուզում տեն շատ տարածական բան ասել, բայց մեր պատմության մեջ մենք այսպիսի շանս ապահովելու մեր պետության հարարտևությունը առաջիկա հարյուրամյակների համար երբեք չենք ունեցել։ Իհարկե, ակնհայտ է, որ կան նաև սպառնալիքներ։ Եվ ընդ որում այդ սպառնալիքները եղել են միշտ։ Ոչ մի նոր սպառնալիք չկա։ Այսինքն այն բոլոր սպառնալիքները, որ եղել են, իրենք այսօր էլ շարունակում են մնալ։ Որն է տարբերությունը։ Տարբերությունն է, որ մենք այդ սպառնալիքները կառավարելու հնարավորություն ենք ստացել տեսական եւ գործնական, եւ երկրորդը ինչն է նորություն է այս պատմության մեջ։ Նորությունն է, որ գոյություն ունեցող սպառնալիքներին որպես հակակշիռ բացվել են անհավանական հեռանկարներ մեր երկրի առաջ։ Բոլոր առումներով, թե տնտեսական, թե քաղաքական, թե միջազգային եւ էլի ես ուզում եմ ասել, ոնց որ խոսում ենք նոր տեխնոլոգիական ոլորտում զարգացումների մասին, էլի շատ սովորական բան է, 2026 թվական Հայաստանում տեղի ունենալու եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողով։ Դե գագաթաժողովը տեղի ունենալու ինչ կա որ աշնանը տեղի ունենալու COP կենսաբազմազանության COP17 համաժողովը, դե COP17 լավ, օքեյ, տեղի ունենալու, բայց կործանվում ենք։ Nvidia-ն եւ մյուս ընկերությունները 500 միլիոնի ներդրում են անում, ներդրում չկա Հայաստանում, ոչ մի ներդրումները Հայաստանից փախնում են։ Եվ այլն եւ ընդ որում ուզում եմ ընդգծել, որ COP17 Հայաստան եկել է քվեարկության արդյունքում։ Այսինքն սովորաբար երկրները պայմանավորվում են, բայց այս դեպքում
այնպես հաստատել, որ պայմանավորվածության չի հաջողվել հասնել եւ Հայաստանի տեխնացությունը մի քանի այլ տեխնացությունների հետ դրվել է քվեարկության եւ Հայաստանի Հանրապետությունը այդ քվեարկության արդյունքներով հաղթել է։ Իհարկե եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի դեպքում մի փոքր այլ էր իրավիճակը այնպիսին էր, որ ելի երկրներ կային տեխնացուներ, բայց այդ երկրներն էլ իրենց հերթին պաշտպանեցին Հայաստանի տեխնացությունը եւ ես ուզում եմ նաեւ նրանց շնորհակալություն հայտնել այդ վերաբերմունքի համար։ Ես նկատի ունեմ կա երկու հարթություն այսօր Հայաստանում։ Այն հարթությունը, որը